Մենք ձեզ առան բարևարության եզրակացության այդ վերջին կտորը, հա, մյուսը, որ արել ենք ձեզ անձամբ նամակ ենք գրել ապօրինի գույքի վերադարձի արդյունքում դրա կառավարման հետ կապված, որ դա ինչ որ ձև վերադարձվի զոհերին կամ հանրությանը, առաջարկ ենք արել, որ հատկապես USAID-ի հեռանալուց հետո, երբ քաղաքասարակությունը լուրջ խնդիրներ ուներ, լավ կլիներ, որ օրինակ ինչ որ տարածքներ տրվեին անհատույց քաղաքասարակությանը, որտեղ մարդիկ չէին տառապի ֆոնդահայթայթման խնդիրներով։ Ուզում եմ ասել, շատ բաներ ենք առաջարկում, մեզ մոտ գալիս են սևազգեստ մայրերը, իրենք էլ հետաքննական այդ ամբողջ բլոկից են շատ դժգոհ։ Ես հասկանում եմ, որ ամեն ինչ միանշանակ չի եւ այլն, բայց ինչ պատասխանենք այս մարդկանց, հա, ոնց մենք էլ դիրքավորվենք այս խնդիրներին դեմ արդեմ։ Դրա համար եմ ասում, որ մի տեսակ հասել ենք մի կետի, երբ ունենք կոնկրետ ձեռքբերումներ, շատ առումներով, բայց այստեղից ոնց ենք շարունակելու, հուսով եմ մինչև հունիս ընտրություններ չենք ձգի, այլ ավելի շուտ կսկսենք այս աշխատանքը։ Խաղաղության հետ կապված, այո, շատ ճիշտ եք, չգիտեմ ինչ թեմաների շուրջ եք դուք կառավարության ներսում բուռն քննարկումներ ունենում, քաղաքասարակությունում եւս կան բուռն քննարկումներ, հսկայական տարաձայնություններ նույն խաղաղության թեմայով, ունենք այդ դժվարագույն դիլեման մարդու իրավունքներ եւ արդար, հա, խաղաղություն, բայց մենք էլ մեզ էլ է ժամանակ պետք, որ մենք այդ տրանսֆորմացիան անցնենք, այդ քննարկումներով, այդ բովով անցնենք ու հասկանանք։